Բարև ձեզ, մեր այսօրվա հյուրն է ՊՕ որովի անվան համար 131 հիմնական դպրոցի ուսաց լեզու և գրականության ուսուցչուհի վաստակասար մանկավարժ Հասմիկ Խաչատրյանը։ Բարև ձեզ, Ինկեր Խաչատրյան։ Բարև Նարեկ ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեզ շատ շնորհակալություն մեր նախագծին մասնակցելու համար։ Լինել է զուտ մասնագիտություն է, թե կենսակերպ։ Կարծում եմ, որ ավելի շատ կենսակերպ եւ համաձայն կլինեն բոլոր մանկավարժները, մանկավարժ լինելը, ուսուցիչ լինելը դա կենսակերպ է, նա պահանջում է նվիրում եւ անսահման համբերություն։ Եթե վերստին հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, այսօր կրկին կլինեիք իրավարողությունների սիրելի Հասմիկ Խաչատրյանը, թե այնուամենայնիվ կլինեիք այլ ոլորտ։ Դժվար հարց է տալիս Նարեկ ջան, տարիների լի բովանդակությամբ աշխատանք մի կողմից, մյուս կողմից երազանք։ Իհարկե, եթե հայտնվեր կանխատական փայտի եւ ես հնարավորություն ունենայի դառնալ 20 տարեկան, ես կդառնայի իհարկե բեմադրող ռեժիսոր։ Ինչ եք կարծում, ինչն է դպրոցականին ստիպում ձեր դասերին ունել համակ ուշադրություն եւ սպասել հաջորդ դասին։ Ոչ միայն իմ դասերին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գործընթաց պետք է լինի առաջին հերթին հետաքրքիր բովանդակալից, եւ դասերը եթե լինում են անկեղծ եւ բարի, այդպիսի դասերին բոլոր երեխաները կրկին եւ կրկին ուզում են մասնակցել։ Ըստ ձեզ, որոնք են ժամանակակից կրթական համակարգի ամենախոշելի 3 կետերը։ Շատ դժվար հարց է, Նարեկ ջան, ես կարծում եմ, որ եթե մեր ղեկավարությունը մանկավարժական ոլորտի իմանար այդ խոցելի կետերի մասին, վաղուց վերացած կլիներ եւ իսկ իմ կողմից ես կուզեի ավելացնել, որ դպրոցում ավելի քիչ լինի թղթաբանություն, ուսուցիչը հնարավորություն ունենա շփվել երեխաների ավելի շատ։ Դուք որպես ռուսաց լեզվի մասնագետ, ո՞ր լեզվով եք մտածում, հայերեն, թե ռուսերեն։ Ես կարծում եմ, որ այսօր շատ արդիական է շատ լեզուներ իմանալ, սակայն յուրաքանչյուր մարդ մտածում է իր մայրենի լեզվով։ Ես էլ եմ սիրում մտածել հայերեն, հատկապես երբ հուզված եմ լինում։ Ես գիտեմ, որ դուք ղեկավարում եք դպրոցի Տիեզերք թատերական խմբակը։ Ինչպես եք ընտրում բեմադրվող նյութը։ Բեմադրվող նյութը անկասկած պետք է լինի ունենալ հետաքրքիր բովանդակություն, նա պետք է լինի արդիական, ժամանակին համահունչ եւ պետք է լինի կյանքով լի։ Բեմը չի սիրում գորշ գույներ։ Ինչպես եք հասկանում ներկայացումը ստացվեց, թե ոչ։ Հանդիսատեսի ծափահարություններից ես նայում եմ իմ դերասանների աչքերի ու երբ նկատում եմ նրանց աչքերին փայլ, ես հասկանում եմ, որ ներկայացումը արդեն ստացված է։ Որ ստեղծագործության հիման վրա է երազում ներկայացում բեմադրել որպես այս ոլորտում ձեր գործունեության գոհակ։ Ստացված ներկայացումներ կան, բայց ես մտածում եմ մի հայրենասիրական թեմայով գործ գտնել հետաքրքիր գործ եւ աշխատել նրա վրա խաղաղ պայմաններում Նարեկ ջան։ Միջմարտկային շփման մեջ դերասանությունը կներեք։ Նարեկ ջան, դա խիստ փիլիսոփայական հարց է։ Ես մտածում եմ, որ բեմ է բարձրանում իհարկե կյանքը, այնինչ թելադրում է մեզ կյանքը, բայց շատ մարդիկ իրենց ամենյա կյանքն են դարձնում բեմ եւ դա շատ դժվար է այդպես ապրել։ Գրեթե անհնար, պայքարելն է դժվար դրել։ Յուրաքանչյուր մարդ գտնում է այնպիսի կյանք, ինչպիսին որ ինքը կուզենա որ ապրել։ Եթե մի օր հայտնվեք անմարդաբնակ կղզում, ձեզ այդ ո՞ր գիրքը կուզեք ունենալ։ Ես սիրում եմ կարդալ ժամանակակից պոեզիա, շատ եմ սիրում սոցիալական գրականություն, Դոստոևսկի, Գարսիա Մարկես, սակայն քո ասած կղզին ես ստեղծեի հնարավորություն ապրելու եւ պայմաններ կլիներ իմ սեփական գիրքը գրելու համար։ Հասմիկ Խաչատրյանը, սիրով կսպասենք նոր ներկայացման պրեմիերային, անցած շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու եւ իմ հարցերին հետաքրքիր եւ բովանդակալից պատասխաններ տալու։ Ես էլ եմ շնորհակալ Նարեկ ջան, ես մի բան եմ ուզում քեզ փոխանցել, իմ թատերախմբի երեխաները ունեն սա որպես խորհրդանշական մի երևույթ պահում են իրենց մոտ։ Սա այն բանալին է, դու էլ շատ խելացի տղա ես, որը քեզ թույլ կտա եւ հնարավորություն եւ ոնց որ ասած խորհրդանիշ բացելու բոլոր դռները, որը որ կլինեն քո առջեւ։ Շնորհակալություն սա։
Ասում եք հաճատելով։ Ապրես Նարեկյան, ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ հետ կրկին Նարեկ Ավոյանն է, մենք դեռ անպայման կհանդիպենք։ Ինչ Ալիկյան, մեր հաջորդ անգամ երբ կլինի։ Նարեկ կարծում եմ կլինի հաջորդ ուսումնական տարում։ Չտեսություն բոլորին։